Ես խոսել եմ այս դահլիճում առիթ ունեցել ենք խոսելու։ Չի ըլնելու եւ 8 տարի է ես գոնե անձամբ դրա դեմ պայքարում եմ, բայց ամեն անգամ այլ փաստարկներով այդ վերջին բանը որոշումը հետաձգվում է։ Հարգելիներս, չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։ Չպիտի լինի, ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից, 2018 թվականից կամած, չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն, չի լինելու դա, հիմա համոզելով չի, հիմա լավ հա և այս բանի համար ես ուրախ եմ, որովհետև մենք ոչ մեկը մեզ չի կարա այսօր որևէ պրետենզիա ներկայացնի, մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը, մի օր գալու է այդ ժամը, ինչ պատճառով, ինչ հանգամանքներում, մենք չգինենք, բայց այդ ժամը գալու է, գնացեք փոխեք, գնացեք լրջացեք, և պետք է այդ բոլոր արտադրությունները, լսեք, երկրի նաև, երկրի ստանդարտի և բանի հարցը, հեղինակության հարցը, հասկանում եք հեղինակության հարցը, ոնց ենք մենք այդ ամեն ինչը թույլ տալիս, իներցիայով թույլ ենք տալիս, բայց մի X պահի պետք է դա վերջ կանգնի, և դա արգելակում այդ թվում խաղողագործության նորմալ զարգացում, մենք չենք կարողանում գնահատել լավ, խաղողի ինչ ծավալներ պետք է լինեն, կոնյակի տեխնիկական սորտեր ինչքան, գինու սորտ ինչքան, սեղանի սորտ ինչքան, և ինչ այլոց այսօր մենք մեր տեխնոլոգիաներով մենք պետք է արդեն արբանյակային և օդային լուսանկարման տեխնոլոգիաներով գնահատենք մեր այգիների իրական ծավալները, խաղող կլինի, ծիրան կլինի, մեկ կլինի, մյուս կլինի, որպեսզի տենց իրավիճակներում էլ չլինենք։